4 օր ես չապրեցի, հա հենց 4։ Շունչս պահել էի ու հետևում էի ազատ անկախ հատվածից ճակատագրին։ Չէ, մի կտոր հողի կռիվ չէի անում։ Հարևանը կրակել էր իմ զգոնության վրա։ Հարևանը, որ հանգիստ կրակում է նաև իր ժողովրդի վրա, ռմբակոծում էր արժանապատվությունս։ Ես դիմացա, դեռ դիմանում եմ, բայց ախր գինը, որ վճարում եմ հարևանի սանձերը քաշած չլինելու պատճառով, շատ թանկ է։ Ես այդ շռայլության իրավունքը չունեմ։ Ասում էի, չէ, ես եմ իմ գլխի տերը։ Ես եմ որոշողը, գործանողը, ինքս ինձ հասնողը, կռվողը։ Ապացուցեցի, որ հենց այդպես էլ կա։ Մի քիչ էլ զարմացա, որ ես այսքան կամ, որ կարող եմ ինձ վրա վերցնել իբր թե ինձ համար աշխատող ծառաների գործն ու առաջ գնալ։ Ապացուցեցի, որ ես իրենց կարիքն առանձնապես չունեմ։ Ապացուցում եմ վտանգի պահին։ Մի օր էլ խաղաղ ժամանակ կապացուցեմ։ Ներսում ու սահմաններից հարցերս լուծում եմ, բայց ախր դրսում էլ գործ ունեմ անելու։ Իսկ նա ով հենց դրսում գործանողն է, ու մեկ-մեկ մեծ-մեծ խոսում ու ասում է, որ իրենք էլ են զինվորներ չերևաց։ Երևի հանգիստ պառկել էին իմ հաշվին փորած փափուկ խրամատներում ու հետևում էին, թե ինչ կլինեմ։ Կապրեմ, թե չէ։ Հետո էլ պիտի ասեն, դե հիմա հարմար չէ ազատ անկախ մասնիկներին խոսեցնելու, իրենց ուզածը իրենց բերանով ներկայացնելու համար։ Հա, մեկ էլ հասկացա, որ ոչ մեծ եղբայրներ ունեմ, ոչ էլ լավ ընկերներ։ Մենակ եմ, ու պիտի հասկանամ, որ ուրիշների հետ գործ բռնելուց առաջ պիտի լավ մտածեմ, պիտի տված կտերը, թե Հյուսիսի հետ ավելի անվտանգ ու պաշտպանված եմ լինելու, արագ ու չուտեմ, հատկապես, որ ինձ վրա Հյուսիսի տվածներով են կրակում։ Իսկ ես դրանց հները ունեմ, այս մասին չգիտեի, բայց այսքան ժամանակ ինչ էիք անում, նորի տեղը չգիտեիք։ Այս մի շաբաթվա մեջ հաղթանակի մասին էլ շատ խոսեցի։ Ներսումս ինչ-որ բարձր գոռում էին հաղթելու ու այն նավթոց ծովին հասնելու մասին։ Բայց ախր հաղթանակը հողի ու բարձր տեղում դրված տանկի մեջ չէ, հաղթանակը ապրելու մեջ է, խաղաղ ապրելու մեջ։ Իսկ դրան հասնելու համար ոնց որ թե դեռ երկար պիտի քայլեմ։ Ափսոս նրանք, որ թույլ են տվել, որ այսօր շնչում ու խոսում եմ, ինձ հետ չեն քայլելու։